Պիստակը միակ ընկույզն է, որը կարող է ինքնաբռնկվել։ Պիստակը պարունակում է շատ յուղ։ Սխալ պահեստավորելու ժամանակ, երբ այն շփվում է օդի հետ, կարող է բոցավառվել։ Բարի օր, այսօր առաջարկում միասին պատրաստենք պիստակի և ռոկֆորի սոուսով սպագետտի։ Սկսենք սոուսից։ Մեկ ճաշի գթալ ձիթայուղով տապակելու ենք սխտոր։ Տեղադրում ենք տախտակը։ Կվերցնեմ 4 բջեղ սխտոր։ Ճզմում ենք դանակի շեղբի տակ և մանր կտրատում։ Թող տապակվի սխտորը, անցնենք մյուս բաղադրիչին, դա չիլի պղպեղն է, կօգտագործեմ սրա կեսը, կտրատում ենք մանր, փաստորեն վերցնում ենք կես չիլի պղպեղ, Մինչ համեմունքները տապակվում են, բույրերը բացվում են, զուգահեռ պատրաստենք պաստա։ Պաստայի համար հարկավոր է ջուր եռացնել։ Մեծ տապակի մեջ լցնում ենք եռացած ջուր։ Համեմում ենք մառանիկ ընկերության աղով, մեկ ճաշի գթալ, 2 կաթիլ էլ ձիթայուղ լցնենք։ Հենց եռած սպագետտին կգցենք և կխաշենք։ Այժմ սառնարանից հանենք սոուսի բաղադրիչները։ Սոուսի համար վերցրել եմ պանիր մասկարպոնե, կաթի սերուցք, ռոկֆոր պանիր, պարմեզանը ավելի ուշ մեզ պետք է գա։ Տապակվող սխտորին ավելացնում ենք մասկարպոնե։ Մասկարպոնե պանիրը կվերցնեմ 200 գրամ։ Անմիջապես կավելացնեմ կաթի սերուցքը 200 մլի, համեմենք մառանիկ ընկերության չորացրած օրեգանոյով, և փորձենք հալեցնել մասկարպոնե պանիրը, այսպես։ Ջուրը արդեն եռում է։ Սպագետտին գցում ենք եփվելու, այստեղ 100 գրամ սպագետտի է։ Շարունակենք սոուսը։ Սոուսի համար
վերցրել եմ 200 գրամ պիստակ։ Մի մասը սրա մաքրում լցնում ենք հարիչի ամանի մեջ։ Շատ չենք եփում, պետք է եփվի al dente, այսինքն ատամի տակ պետք է զգացվի։ Պիստակի մի մասը կթողնենք վրան լցնելու համար, իսկ մի մասը լավ մանրացնում լցնում ենք սոուսի վրա։ Վրան ավելացնենք ռոկֆոր պանիր 100 գրամ, այսքան 150-ը, կտրատենք մանր խորանարդիկների, որ արագ հալվի։ Արի ձեզ տեղափոխենք կողք, որ չխանգարեք։ Անմիջապես ջրքամում ենք սպագետին, տապակը դեռ պետք է։ Քամված սպագետին լցնում ենք ետ դատարկ տապակի մեջ։ Հենց պանիրը հալվեց, սոուսը կլցնենք սպագետիի վրա։ Օգնության է գալիս սիլիկոնը գթալ բահիկը։ Անմահական է, սոսը ուղղակի անմահական է։ Ապա փորձենք փայտիկներով, փայտիկներով ավելի լավ է ստացվում։ Որոշակի ժամանակ թող մնա, պաստան իր մեջ առնի, սպագետին իր մեջ առնի սոուսը, իսկ մենք նախապատրաստվենք մատուցելուն։ Պիստակը ոչ մանր կտրատում ենք, այսպես։ Պիստակը շաղ կտանք սպագետիի վրա և վրան կքերենք նաև պարմեզան պանիր, առատ։ Պիստակի և ռոկֆորի սոուսով սպագետի։ Պաստայի համար մեծ տապակի մեջ եռացրած ջուր լցնել, համեմել աղով, ավելացնել ձիթայուղ։ Հենց ջուրը եռա, սպագետի լցնել, եփել al dente։ Եփելուց հետո ջրքամել, հետ լցնել դատարկ տապակի մեջ։ Սոուսի համար տապակի մեջ ձիթայուղ տաքացնել, մանր կտրատած սխտոր տապակել։ Ավելացնել կծու չիլի պղպեղ, մասկարպոնե պանիր, կաթի սերուցք։ Համեմել չորացրած օրեգանոյով։ Պիստակի մի մասը հարիչի օգնությամբ մարացնել,
Լցնել տապակի բաղադրիչների վրա։ Ավելացնել խորանարդիկների կտրատած ռոկֆոր պանիր։ Հենց պանիրը հալվի, լցնել սպագետիի վրա, խառնել։ Մատուցելիս զարդարել կտրատած պիստակով։ Վրան առատորեն շաղ տալ քերած պարմեզան պանիր։ Այժմ առաջարկում միասին պատրաստենք բանանով եւ շոկոլադով բրաունի։ Նախ ջեռոցը հարկավոր է միացնել, այն պետք է տաք լինի 170 աստիճան։ 175 տաքացիր ջեռոց։ Անցնենք խմորին, ավելի կոնկրետ խմորի թաց բաղադրիչներին։ 2 ձու ենք ջարդում։ Տեղադրում ենք տախտակը և մշակում ենք բանանը։ Ինձ հարկավոր է 2 բանան, ցանկալի է վերցնել հասածը։ Կտրատում ենք բանանները և լցնում ձվերի վրա։ Լցնում ենք 1 քառորդ բաժակ ձիթայուղ, 1 ճաշի գթալ մեղր, մեկ թեյի գթալ վանիլի էքստրակտ։ Ահա սրանք էին խմորի թաց բաղադրիչները, հարկավոր է հարել։ Այս զանգվածը պատրաստ է։ Տախտակը թող մնա, դանակն էլ կարելի է պահել դեռ։ Այժմ անցնենք խմորի 4 բաղադրիչներին։ Ալյուր ենք մաղում։ Մաղում ենք նաև կակաո, վերցրել եմ Մառանիկ ընկերության կակաոն կես բաժակ։ Ավելացնում ենք Մառանիկ ընկերության սոդա, 1 թեյի գթալ, կես թեյի գթալ Մառանիկ ընկերության աղ և խառնում ենք։ Արի դու այստեղ։ Գիտես դու ազատ ես, ես ամեն ինչ ինքս կանում, ձեռքով, դու էլ ես ազատ։ Քիչ-քիչ ավելացնում ենք 4 բաղադրիչները թաց բաղադրիչների վրա և խառնում ենք։ Այսպես լցնում ենք և խառնում։
հետո կրկին լցնում ենք եւ խառնում։ Ջեռոցը արդեն տաքացավ 175 աստիճան, շատ լավ է։ Այս ընթացքում կարելի է անցնել հաջորդ բաղադրիչին, դա ընկույզն է, որ հարկավոր է բովել։ Մեկ բաժակ ընկույզ վերցրեցի։ Ստացանք համասար զանգված։ Այժմ խմորի մեջ կավելացնենք տարբեր տեսակի համեղ բաներ։ Ասենք իմ այգու դամբուլը թարմ սառեցրած։ Վերցրել եմ 1, 2, 3 դամբուլ։ Բայց կարծում եմ ամբողջը չեմ օգտագործի։ Այժմ կկտրտեմ, հետո կասեմ որքան։ 1, 2 դամբուլ։ Դե էլ ինչ շոկոլադով բրաունի առանց շոկոլադի։ Վերցրել եմ 100 գրամ դառը շոկոլադ։ Մանրացնում եւ լցնում ենք խմորի մեջ։ Փրկենք ընկույզը։ Շատ չենք մանրացնում, այսպես դանակի շեղբով ուղղակի անցնում ենք անկանոն։ Արի մոտ ևս մեկ անգամ խառնում ենք։ Յուղում ենք ջեռոցի տապակը բուսայուղով։ Լցնում ենք խմորը եւ ուղարկում ջեռոց։ Հարթեցնում ենք։ Վերջ։ 175 աստիճան տաք ջեռոցում բրաունին կթխենք 20-25 րոպե, որից հետո կմատուցենք։ Թխելուց հետո մեջտեղի մասը մի փոքր փափուկ պետք է մնա։ Բանանով եւ շոկոլադով բրաունի։ Ջեռոցը նախապես միացնել 175 աստիճան տաքությամբ, թասի մեջ ծու ջարդել, ավելացնել կտրատած բանան, ձիթայուղ, մեղր, վանիլի էքստրակտ, հարել, այլ թասի մեջ ալյուր եւ կակաո մաղել, ավելացնել սոդա եւ աղ, խառնել, քիչ-քիչ լցնել թաց բաղադրիչների վրա, ավելացնել կտրատած սալոր, մանրացված դառը շոկոլադ, թեթևակի մանրացված բոված ընկույզ, խառնել, լցնել բուսայուղով պատված ջեռոցի տապակի մեջ, ուղարկել ջեռոց, թխել 20-ից 25 րոպե եւ մատուցել։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք հավի, փափկամիս, սունկ, ագարիկոն, հալվող, պանիր, թթվասեր եւ ընտրյալ հատիկ համիգախնիկ, դե իհարկե մառանիկ։ Այսօր այսքանը, իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։